Մինչ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվում էր քվեները, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շտապել է հայտարարել, թե իրենք հաղթել են, ավելին, ձևավորելու են միանձնյա կառավարություն։ Այդ պահին ընտրական հանձնաժողովը ներկայացրել էր միայն 400 ընտրատեղամասերի արդյունքներ, որը կազմում էր քվեների ընդամենը 10%-ը։ Հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն։ Մրցակցության առաջատար հաջորդ ուժի Ուժեղ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն էլ է մամուլի ասուլիս հրավիրել գիշերը եւ հակադարձել Փաշինյանին, նշելով, որ քաղաքացիական պայմանագիրը խայտառակ պարտություն է կրում։ Վստահ եղեք, ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան, դրա համար մի անհանգստացեք, ինքը իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, որովհետև դուք նույնիսկ իրենց հարցազրույցից, իրենց դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում։ Մինչ համացանցը ողողված է ընտրախախտումների եւ ըստ երևույթի վարչական ռեսուրսի օգտագործման մասին տեսանյութերով, քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում կտրականապես հերքել է ընտրական գործընթացում վարչական ռեսուրսի կիրառման մասին պնդումները։ Նա ընդգծել է, որ որևէ հանձնարարական չի եղել, իսկ տեղերում արձանագրված առանձին դեպքերը պետք է դիտարկել որպես ինքնագործունեություն։ Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որպես կենտրոնական շտաբի ղեկավար։ Ես նոյեմբեր ամսից շտաբի ղեկավարն եմ։ Կես բառ հանձնարարական վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ կենտրոնական շտաբում չի եղել։ Կենտրոնական շտաբի ղեկավարի տեղակալը Տկեն նախարարն է։ Կես բառ, կես հանձնարարական իր կողմից այս առումով չի եղել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարը անդրադարձել է համացանցում տարածված ընտրախախտումներին։ Սեդաղ Ղուկասյանը վստահեցրել է, որ ընտրությունների համար տպագրված ծրարները համապատասխանում են սահմանված չափանիշներին եւ թափանցիկ չեն։ Ղուկասյանը խոսել է նաեւ ինքնուրույն քվեարկել չկարողացող քաղաքացիների մասին ու նշել, որ նրանց կարող են օգնել բացի դիտորդներից, հանձնաժողովի անդամներից կամ վստահված անձանցից ցանկացած մեկը։ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն իրեն կարող է օգնել ցանկացած այլ անձ, բացի այդ նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանցից։ Պատկերավոր ասած, այն բոլոր քաղաքացիները, ովքեր գտնվում են տեղամասում եւ ունեն նիստին ներկա գտնվելու վկայական բեյջ, չեն կարող որևէ կերպ օգնել ընտրողին իրացնել իր իրավունքը։ Ընտրողին կարող է օգնել նաև իր ընտանիքի անդամը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հիշեցրել են, որ ԶԼՄ-ների, դիտորդների եւ վստահված անձանց համար ազատ է տեսա եւ լուսանկարահանման իրավունքը, սակայն խստիվ արգելվում է քվեարկության գաղտնիությունը խախտող գործողությունները, սարքի տպած կտրոնների, ստորագրված ցուցակների եւ խցիկների նկարահանումը։ Ղուկասյանը հիշեցրել է նաեւ հագուստին վերաբերող սահմանափակումները։ Հանձնաժողովի անդամները, դիտորդները եւ ԶԼՄ ներկայացուցիչները չպետք է կրեն քաղաքական ուժերի հետ ասոցացվող նշաններ։ Բացի հայաստանյան մամուլից 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ակտիվորեն հետևում է նաև միջազգային հանրությունը։ Արտասահմանյան հեղինակավոր լրատվամիջոցները ընտրությունները դիտարկում են ոչ միայն որպես ներքաղաքական գործընթաց, այլև որպես Հայաստանի հետագա աշխարհաքաղաքական ուղղությունը որոշող իրադարձություն։ Ամերիկյան Reuters գործակալությունը ընտրական գործընթացը ներկայացրել է որպես Հայաստանի ապագա արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ կարևոր քվեարկություն, ընդգծելով, որ դրանց արդյունքները կարող են ազդել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի, Թուրքիայի հետ հարաբերությունների եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման վրա։ Associated Press-ը ընտրությունները բնութագրել է որպես քվեարկություն, որն անցկացվում է Ռուսաստանի ճնշումների պայմաններում, շեշտելով Հայաստանի եւ Արևմուտքի միջև հարաբերությունների խորացման գործընթացը։ Կատարական Al Jazeera-ն դրանք ներկայացրել է որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեպի Եվրոպա ուղղված քաղաքականության փորձություն, իսկ բրիտանական The Guardian-ը նշել է, որ ընտրությունների արդյունքները կարող են որոշել կշարունակի Հայաստանը հեռանալ ռուսական ազդեցությունից
ազդեցությունից, թե կվերադառնա ավելի սերտ համագործակցության Մոսկվայի հետ։ Ֆրանսիական Le Monde-ն էլ այս ամենը ներկայացրել է որպես Հայաստանի ապագայի եւ տարածաշրջանային խաղաղության համար կարևոր իրադարձություն։ Միաժամանակ մի շարք միջազգային լրատվամիջոցներ անդրադարձել են նաեւ ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերին ընտրական շրջանում, նշելով, որ ընդդիմությունը դրան գնահատում է որպես քաղաքական շարժառիթներով պայմանավորված քայլեր։ Հայաստանյան ընտրություններին հատուկ անդրադարձ է եղել նաև Թուրքիայից։ Թուրքական մամուլից հայտնի պարբերականներ Daily Sabah-ը, Turkish Minute-ը եւ Turkey Resap-ը նշել են, որ քվեարկության արդյունքները կարող են ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանների հնարավոր բացման վրա։ Հատկանշական է, որ թուրքական մամուլը այս ամենը դիտարկում է նաև Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի համատեքստում։ Ընտրություններին վերաբերող միջազգային հրապարակումների շարքում հատուկ տեղ են գտել նաև արտաքին միջամտության վերաբերյալ պնդումներ։ Մասնավորապես երկրամաս պարբերականը հրապարակել է հոդված, որտեղ պնդում է, թե ֆրանսիական հետախուզական ծառայություններն աջակցում են Հայաստանի իշխանություններին Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչող քննադատությունը սահմանափակելու հարցում։ Գիշերը իրանական հրթիռները հարվածել են Իսրայելին։ Հարձակումը սկսվել է անսպասելի։ 15 րոպեում Իրանն արձակել է շուրջ 11 հրթիռ։ Ցախալը հայտնել է, որ կարողացել են հաջող որսալ բոլոր հրթիռները, հակաօդային պաշտպանությունն անմիջապես գործի է դրվել։ Մինչդեռ համացանցում տարածված կադրերը պնդում են հակառակը։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն-Գվիրը X-ում այսպես է արձագանքել այս գիշեր, Թեհրանը պետք է այրվի։ Այս գրառումից անմիջապես հետո իրանական ուժերը հարվածել են իսրայելական Նևատիմ եւ Թելնով ավիաբազաներին։ Մայրաքաղաք Երուսաղեմում միացել են օդային տագնապի ազդանշանները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում վստահեցրել են, որ Իրանի զինվորականները պատրաստ են գործողություններ իրականացնել բոլոր ճակատներում եւ պատասխան տարբերակներն էլ պատրաստ են հակառակորդի ցանկացած գործողության համար։ Այս հայտարարությունից անմիջապես հետո Իրանը հարվածել է նաեւ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի բազային։ Հարվածներին զուգահեռ Իրանն անորոշ ժամանակով փակել է իր օդային տարածքը երկրի արևմուտքում։ Իրանցիներին կոչ է արվել անհարկիչ օգտագործել օդակայանները եւ հետեւել թռիչքների մասին տեղեկություններին։ Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով զոհվել է 4 մարդ։ Իշխանություններն արագ միջոցներ են ձեռնարկել բնակչությանը ժամանակավոր ապաստաններով ապահովելու համար։ Վրկարներն արտակարգ ռեժիմի են անցել անհետ կորածներին գտնելու համար։